Պարոն Աստանյան, պատրաստվի Արփինե Դավոյանը։ Բարև ձեզ, ուզում եմ ողջունել բոլորիդ, նաև մեր հայրենակիցներին, սկզբում կուզեի ռեպլիկի կարգով անդրադարձ կատարել պատգամավոր Թագուհի Ղազարյանի ինձ ուղղված ռեպլիկին, թե որ կուսակցության խորհրդից եմ դուրս եկել կամ ներս եկել, ավելի լավ էր Ղազարյանը ինձ հարցներ, թե իրենց իշխանությունը որ բանտներին զուգարկել եւ որտեղից եմ ես հիմա եկել։ Եվ երկրորդը, երբ որ մեծ ցուցակով մանկապարտեզների ցանկ էր կարդում, մեր ցուցակը այնքան էլ մեծ չի, մեր կուսակցության առաջնորդի եւ նրա ընտանիքի կողմից կառուցած մանկապարտեզների, բայց գոնե Լոռու եւ Տաուշի մարզերում 5 մանկապարտեզ է կառուցվել լրիվ զրոյից ու սեփական միջոցներով եւ որևէ քաղաքական շարժարիտ դրա տակ չդնելով։ Հիմա, երբ որ ես երկարատև ամենաերկար քաղաքական բանտարկությունից հետո եկա այս մուտքով ներս եւ հայտնվեցի ամենաբարձր քաղաքական շենքում, քաղաքական ամբիոնի մոտ ու առաջին օրվա ելույթներն էի լսում ու տպավորությունս այնպիսին էր, որ եթե ես մի քիչ անծանոթ, մի քիչ միամիտ, մի քիչ իմ գլխով շատ բանացած չլիներ, պիտի ասեի ես ինչ լավ միջավայր ենք հայտնվել, այստեղ մարդիկ ինչ արժեհամակարգեր են դավանում, բարեկրթություն, բարևարկություն, հանդուրժողականություն եւ հիշողության մի քիչ թարմացումից հետո կհիշեի օրինակ ես, որ 2 ամիս առաջ այս նույն քաղաքական ուժը մեր Հայաստանի Հանրապետության փողոցներում քարոզարշավի ժամանակ ինչ ատելության, ինչ դոզավորված, ինչ քարոզարշավ էր լուտանքների, ասֆալտներին փռելու, խլելու եւ այլն, եւ նաեւ մի քիչ եթե միամիտ լինեի, պիտի մտածեի, որ այնտեղ պիտի նստած լիներ Արտուր Սարգսյանը, որովհետեւ նոր ազգային ժողովի ձևավորմանը զուգահեռ պիտի մեր պատգամավորը նորընտիր այստեղ նստած լիներ, բայց տեսնում եմ, որ չկա։ Եթե մի քիչ ավելի անտեղյակ մարդիկ լինեինք, պիտի մտածեինք, որ այս երկրում ընդհանրապես քաղաքական բռնաճնշումներ չեն եղել, չկան, այսօր չկան տասնյակ, միգուցե մի քանի տասնյակ քաղաքական բռնաճնշումների ենթարկվող ու ենթարկված մարդիկ, օրինակ մեր կուսակցությունը առաջնորդող Սամվել Կարապետյանը 7-8 ամիս բանտում եւ հետո միջև հիմա տնային կալանքի տակ չի։ Գագիկ Ծառուկյանը, ով երբ քաղաքական ակտիվություն է դրսևորում, միանգամից դառնում է թալանչի հանցագործ, մյուս ժամանակաշրջաններում ինքը ընդամենը խոշոր գործարար էր։ Խոսքի ազատությունների, չգիտեմ, իշխանություններին քննադատելու համար այսօր բազմաթիվ քաղաքական ակտիվ, պասիվ եւ տարբեր բնույթի գործիչներ գտնվում են կամ անազատության կամ սահմանափակ ազատության սահմաններում։ Եվ երբ լսում էի պարոն Ռուբինյանի կոչը ընտրվելուց առաջ, բնականաբար մոտս հարց չէր առաջանում, որովհետեւ մարդը նոր ստանձնում է պաշտոն, նոր հիմնարկ, այսպես ասած, կազմակերպություն, որպես վարչական պիտի ղեկավար եւ ինքը ցանկություն ունի բնականաբար, որ խաղաղ, հանդուրժողականության, կառուցողական մթնոլորտում ընթանան աշխատանքները։ Պարոն Կոնջորյանի մասին ինքը հայտնի է նաեւ իր, ինչպես մեր գոլեգաները նշեցին, վերջախոսությամբ ես էլ եմ տեղյակ բավականին գիտակ անձնավորություն, այսինքն ինքը կարողանում է իր հարցերը լուծել, բայց ես սիրով սպասում էի անկեղծ ասած Վահագն Ալեքսանյանի ելույթին, որ տեսնեմ մեզ որտեղ են գցում այս բարևարկության բանի, մեկ է պարոն Ալեքսանյանը հենց սկսեց ընտրակաշառքների թեմայով մտավ, ասի հոп, կասկածներս խորարում են, բայց ամեն դեպքում մերժում չկա, գնում, ինչպես, ինչ անում,
Ես ձեզ չէի ընդհատում։ Լավ։ Ու չէ, ես վատ բան չեմ ասում, ձեզ թվում է թե վատ բան եմ ասում, չէ։ Ու հասկացա, որ մի քիչ պիտի մտորենք, հասկանանք այս բարևարկության process-ը միայն մեզ է վերաբերվում, բայց մենք ոչ մի կներեք կռիվ, ինչ որ վեճ, վիճաբանություն դեռ չենք կարել կիր դաստիարակված ընտանիքներում մեծացած մարդիկ ենք բոլորս, հլա ես այնքան էլ տուժված, որ դժվար գամ ու միանգամից սկսեմ ինչ որ կռիվ դավի անել եւ հասկացա, որ այդ բարևարկությունը պիտի որ ձեզ վերաբերվի։ Չկներեք, ասենք անկեղծ, ես այսօր ոչ մի իմ մասին չի էլի իմ ելույթը, որ մտածեք, թե ես ինչ որ միտեղ տուժել եմ, երբեք ինձ տուժող չեմ համարել, ես գիտեմ ինչի եմ վերջը ազատազրկվել, ինչ կա դրա տակ ու հա դժվար է վատա, բայց բողոք պահանջ այս պահին գոնե չունեմ։ Ու հետո երբ որ մենք լսում ենք խորհրդարանում, ես մի քիչ վերջին տարիներին տասնամյակի ընթացքում գուցե մի քիչ նաև քաղաքական հոտառություն ու փորձառություն եմ նաև ձեռք բերել, ու ինձ թվում էր այս հարթակը քաղաքական իրոք, ինչպես մեր Նարեկ Կարապետյանը նշեց, քաղաքական մտքի դափնոց պիտի լինի, ինչ որ մտքերի գեներացման մանավար նոր ուժ է եկել, որը որ դեռևս փորձարկված չի, ասենք քաղաքականության մեջ, գուցե ինչ որ այդ մտքերի փոխանակության գեներացիայի ընթացքում մենք կստանանք ինչ որ պրոդուկտ, չգիտեմ, որը օգուտ կլինի գուցե մեր երկրին, մեր ազգին, հասարակությանը, բայց ինչի բախվեցինք մենք, ես տեսա կներեք 8 տարվա իշխանություն եք դուք, մենք հնարավոր է քաղաքական ինչ որ մեծ գեներացիաներ մեր մոտ դեռևս չունենանք, նոր ստեղծվի, բայց դուք 8 տարվա իշխանություն եք, 8 տարվա քաղաքական պայքարի գոնե թե վերջին 8 տարվա եւ կներեք արտահայտությունից ես որևէ քաղաքական միտք, քաղաքական օրակարգ այստեղ քննարկումների մեջ չտեսա։ Նորից մենք գնացել ենք 99 թվական, մոտավորապես մի ինչքան տարի է։ Մի 30 տարի, լավ, մոտավորապես գալիս ենք հոկտեմբերի 27, մարտի 1, թալան, ունեզրկում, ապօրինի գույք, կներեք այստեղ ոչ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ոչ, չգիտեմ, նախկինում գործած ճիշտ ու սխալների համար այս պահին գոնե քննարկելու տեղ։ Կա միտք, չկա միտք, չկա օրակարգ, որն է մեր օրակարգը կամ ձեր օրակարգը, որի շուրջ մենք կարող ենք դուք գաք այստեղ մեզ մեղադրեք ընտրակաշարք բաժանելու, մյուսներին մեղադրեք 30-35 տարի թալանելու կամ չգիտեմ ապօրինի ես էլ եմ մեջը ես բանկապարտ ես չունեմ այդ հավատալ աչքիս ես ու դու մենակ չունենք կներեք դու բայց կներեք այստեղ երբ որ մենք բոլորս նաև գիտենք, հասկանում ենք, որ Հայաստանի սահմանադրությամբ մեր երկիրը պարլամենտական երկիր է, հետևաբար այստեղ ոչ միայն ծնվում են քաղաքականությունը, միտքը, օրենքները, այստեղ ծնվում են վարչապետներ, նախարարներ, չգիտեմ, ամբողջությամբ ազգային ժողովի, այսպես ասած, ղեկավարման տակ է գտնվում մեր երկրի արտաքին, ներքին, չգիտեմ, տնտեսություն, քաղաքականություն եւ այլն, բայց օրինակ որևէ կերպ ես չտեսա արտաքին քաղաքականության այսօրվա առաջնահերթությունների մասին օրինակ ազգային ժողովի նախագահի ելույթ, որ օրինակ տարածաշրջանը եռման process-ի տակ է, որևէ կերպ անդրադարձ չկա Թուրքիայի հեգեմոնիայի, Իրանի այդ եռացող վիճակի, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման, հիմա գյուղատնտեսական պիկի սեզոնն է, փոխանակ կներեք, մենք այս չծախվող ծաղիկները բուկետով վերցնենք ռուսների մոտ գնանք, իրանցիների չգիտեմ ինչ, կոնյակ տանենք, համոզենք մեր բերք ընդունենք, մենք այստեղ իրար նկատմամբ չգիտեմ ում են չհարկ չենք տալի չէ մենք հարկ չենք տալի մենք դա ելույթ լինի ընդհատեք եւ կներեք ես օրինակ անկեղծորեն կհավատայի էլի միտեղ այդ բարևարկության միմյանց նկատմամբ հանդուրժողականության
Հաշվի առնելով, որ պարլամենտը երկրի բարձրագույն օղակն է եւ բարեվարկության ամենաշատ խախտումները իմ դիտած ազգային ժողովում թույլ է տվել, կներեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը իր ելույթներով։ Ես կուզենայի օրինակ տեսնել, որ պարոն Ռուբինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ թող հորդորի ձեր կուսակցության առաջնորդին կամ ձեր առաջնորդին, որ այդ բարեվարկությունը բազմակողմանի պահպանվի, ոչ թե միայն մեզ հորդորեք, մենք էլ կամ ընդունենք կամ չընդունենք դա